Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, Լորի հեռուստաընկերության կապույտ տաղավարում ենք եւ այսօր արդեն հերթական օրն է Քարոզարշավի ընտրությունների մեկնաբանման վերաբերյալ, ինչպես գիտեք, արդեն հոկտեմբերի 2-ին մենք դուք բոլորս միասին պետք է գնանք ընտրատեղամասեր եւ ընտրենք մեր Վանաձորի առաջիկա տարիների ապագան։ Ուշագրավ է այն փաստը, որ այս անգամ մենք այս ընտրություններով չենք անձնավորում, թե ում ենք ուզում տեսնել Վանաձորի ապագա քաղաքապետ որպես, որովհետեւ ըստ նոր սահմանադրության, ըստ նոր ընտրական օրենսգրքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին նոր օրենքի, այս ընտրությունները համամասնական են եւ մենք պետք է վստահենք որևէ քաղաքական ուժի, քաղաքական ուժերն էլ ջանում են իրենց նախընտրական ծրագրերի միջոցով, այստեղ արդեն նաեւ իրենց ցուցակներում ներգրավված մարդկանց միջոցով, որոնք դարձյալ մեր քաղաքի բնակիչներ են ներկայացնել իրենց ծրագրերը մեր քաղաքի ապագայի իրենց տեսլականի վերաբերյալ եւ այսպես այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որը դարձյալ առաջադրվել է թիմ ընտրություններում, որպեսզի առաջիկա 5 տարիներին իր խոսքը ասի, իր գործողությունները կատարի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մեր ավանդական հին կուսակցություններից մեկն է եւ այս քաղաքում բազմիցս ստացել է ձեր քվեն մասնակցություն է ունեցել բոլոր եւ համապետական ընտրություններին եւ նաեւ իրենց քաղաքացիների անհատների միջոցով փորձել են նաեւ մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ես սիրով ներկայացնում եմ իմ հյուրերին Նելսոն Մամուլյան, Արմենուհի Գյուրեխյան եւ դաշնակցության ցուցակում, բայց անկուսակցական այս դեպքում Հայկ Լևոնյան։ Ես մեր հյուրերին կխնդրեմ առաջին իսկ հարցից հետո նախ մի փոքրիկ ներկայանան, ասեն իրենք ով են, որտեղ են աշխատում, մի խոսքով, որպեսզի մեր սիրելի քաղաքացիները, մեր համաքաղաքացիները հասկանան, որ բնակավարի մարդու հետ գործ ունեն, ինչ կենսագրության տեր մարդու հետ գործ ունեն։ Շնորհակալություն, որ վստահել եք մեր հեռուստաընկերությանը եւ այսօր այստեղ եք մեր տաղավարում։ Միանգամից ուզում եմ հարցնել, դուք արդեն ակտիվ քարոզչական հանդիպումների փուլում եք, շփվում եք քաղաքացիների հետ եւ ես միշտ այն կարծիքին եմ, որ անկախ այն ամենից, թե ինչ է գրված այս ծրագրում, շփումների արդյունքում նոր գաղափարներ են առաջանում, շփումների ժամանակ դուք ավելի տեսանելի եք տեսնում քաղաքի խնդիրները, մարդկանց խնդիրները, կուզեի ձեզնից յուրաքանչյուրդ այս մասին մի փոքր պատմեր, բայց խնդրում եմ նախապես մի փոքրիկ ձեր մասին, ձեր կենսագրականը կարճ։ Համեցեք, պարոն Մամուլյան։ Շնորհակալություն Լորի հեռուստաընկերությանը այս հնարավորության համար։ Վանաձորում ծնվել, մեծացել, ապրել եւ ապրում եմ եւ Վանաձորի իմ հարազատ քաղաքն է։ Կարծում եմ, որ իմ հարազատ քաղաքը թերևս գիտի մեզ բոլորից, բայց հակիրճ ներկայանամ։ Առաջի դպրոցն եմ ավարտել, որից հետո տեղափոխվել եմ պոլիտեխնիկական աշխարհ ամբողջությամբ, կարիերայիս մեծ մասը անց եմ կանցել այդտեղ, ինստիտուտ, հետո մագիստրատուրա, ասպիրանտուրա Երևանում, բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել միջազգային, վերապատրաստվել եմ եւ ստաժավորվել եվրոպական մի շարք համալսարաններում, Ճարտարագիտական համալսարանում տարբեր գործընթացների համակարգող եմ եղել, տարբեր ծրագրերի, որոնք բուհական բարեփոխումների դաշտում են եղել։ 2 տարի է աշխատում եմ մեր Վանաձոր քաղաքի համար շատ կարևոր, շատ արժեքավոր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կրթական ծրագրերն եմ համակարգում։ Շնորհակալություն Տիկին Գյուրեխյան, նեղություն, ամուսնացած եմ։ Այո, եւ ունեմ 2 երեխա։ Այո։ Աղջիկս ուսանում է Ամերիկյան համալսարանում, տղաս ծառայում է Հայոց ազգային բանակում։ Հիանալի է, համեցեք Տիկին Գյուրեխյան։ Ես Արմենուհի Գյուրեխյանն եմ, Վանաձորում ինձ ճանաչում են որպես Արմենուհի, ով ավարտել է դպրոցը 14 տարեկանում, ինձ այդպես են հիշում։ Ավարտել եմ դպրոցը 13-րդ դպրոցը գերազանցությամբ, անմիջապես ընդունվել եմ համալսարան, Երևանի պետական համալսարան կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որը նույնպես ավարտել եմ կարմիր դիպլոմով եւ այնուհետեւ
այնուհետև ասպիրանտուրա, դարձել եմ գիտությունների թեկնածու, ֆիզմատ գիտությունների թեկնածու եմ, դոցենտի աստիճան ունեմ եւ այսօր աշխատում եմ Վանաձորի պետական համալսարանում ինֆորմատիկայի ամբիոնում եմ դասավանդում, ինչպես նաեւ համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային կենտրոնն եմ համակարգում, մարզում կանանց լիդերության դպրոցն եմ համակարգում, ամուսնացած եմ նաեւ եւ ունեմ 3 երեխա, տղաս սովորում է մեր համալսարանում, աղջիկներս դեռ դպրոցական են։ Համեցեք։ Բարև ձեզ, ես էլ նույնպես շնորհակալ եմ, որ հյուրընկալում եք մեզ։ Ես Հայկ Լևոնյանն եմ, ավարտել եմ 6-րդ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Վալերի Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանը, որը ավարտելուց հետո նաև շարունակել եմ ուսումս, բայց ոչ լեզվաբանության ոլորտում, այլ իրավաբանության ոլորտում։ Հիմա ներկա ժամանակահատվածում սովորում եմ Ամերիկյան համալսարանում մագիստրատուրա 2-րդ կուրս գերազանցությամբ իմիջիայլոց եւ աշխատում եմ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իբրև դասախոս բիզնես անգլերենի։ Ունեմ 3 դուստր եւ իհարկե ամուսնացած եմ։ Շնորհակալություն, դե հիմա անդրադառնանք արդեն իմ հարցին, համեցեք։ Քարոզարշավի այս ընթացքում բնականաբար մենք տարբեր ձևաչափերով հանդիպում ենք մեր սիրելի համակարգացիների հետ, առանցքում իհարկե անկաշկանդ եւ անկեղծ զրույցներ են, քանի որ մենք նախ հրաշալի ենք պատկերացնում մեր քաղաքի խնդիրները, ինչից եւ սկսել է հենց դաշնակցության վճռական որոշումը, հաշվի առնելով այդ հիմնախնդիրների տարիներ շարունակ կուտակված լինելը, դրանց նաեւ լուծում տալու հետ կապված խնդիրները, որոշում կայացվեց, որ միանշանակ մասնակցել այս ընտրարշավին, ընտրություններին եւ Վանաձոր քաղաքի դեմքը կոլորիտը վերականգնել ավելի լավ, քան նախկինում էր։ Ընտրողների հետ հանդիպան ժամանակ իհարկե բազմաթիվ հարցեր են քննարկվում։ Հարցեր կան, որոնք Վանաձորի համար գերական նշանակություն ունեցող հիմնախնդիրներ են, որոնց տարիներ շարունակ լուծում չի տրվել, որոնց լուծում փնտրելու ուղղությամբ գոնե քայլեր չեն կատարվել կամ այդ քայլերը կիսատ են եղել։ Առաջին հերթին Վանաձորցուն այսօր հետաքրքրում է ինչու է Վանաձորը այսօր այսպեսին։ Ինչպեսին կարող է լինել Վանաձորը, արդյոք կարող է լինել մեկ այլ կերպ, թե ոչ։ Եվ իհարկե նաև հարցեր կան, որոնք այլ հարթության վրա են, դրանք տվյալ թաղամասի, տվյալ հատվածի քաղաքի կամ որևէ ոլորտի հետ կապված հիմնախնդիրներ են, որոնք եւս տարիների ընթացքում կուտակվել են եւ վաղուց արդեն ժամանակն է, որ լուծում ստանան։ Տրանսպորտ, սոցիալական ոլորտ, համայնքի կառավարման հետ կապված խնդիրներ եւ այլն։ Համեցեք Տիկին Գևեղյան։ Մեր բոլոր հանդիպումների ժամանակ ես առավել քան համոզվեցի, որ իսկապես քաղաքի կառավարումը առանց հենց այդ նույն բնակիչների մասնակցության հնարավոր չէ, որտեղ բնակիչները հարցեր են բարձրացնում, որոնք օր առաջ լուծելու կարիք ունեն, որոնք առանց իրենց մասնակցության հիմնական մասնակցության չեն կարող դրական արդյունավետ լուծումներ ստանալ։ Օրինակ ես չէի էլ կարող նույնիսկ պատկերացնել, որ երրորդ մասում այդ ամբողջ տարածքում մի բուժկետ չկա, որտեղ կարողանային դիմել բնակիչները, հիվանդ բնակիչները, ծերերը, երեխաները, մայրերը, սովորական մի բարձ հարցեր, կան հարցեր, որոնք որ նույնիսկ չի էլ կարելի թողնել, որ այսքան լուծված չեն։ Տրանսպորտի հարցը շատ կարևոր հարց է, 4-րդ տարոնում, 2-րդ տարոնում, բազում ջունգլիներ, այդ թաղամասերում ընդհանրապես տրանսպորտը գրաֆիկով չի աշխատում, օրվա որոշակի ժամերի, հանգստյան օրերին տրանսպորտ չկա, սովորական հարցեր են, որոնք դրանք պետք է հարց չլինեին։ Փողոցների լուսավորության հարցերը, փողոցների անբարեկարգ վիճակը, այս բոլորը հարցեր են, որոնք մենք գիտեինք, բայց երբ անմիջապես ես տեսնում այդ վիճակը, շատ ավելի զգում ես, որ դու պատասխանատվություն պետք է կրես, դու արդեն պարտավորվում ես այդ խնդիրների համար ամեն ինչ անել եւ մենք դրա համար էլ պետք է անպայման այս մրցակցության մեջ հաղթենք եւ լծվենք նման խնդիրների լուծմանը։
Համեցեք։ Ես էլ ասեմ, որ այս կարճ ժամանակահատվածում մեր քարոզարշավի ես մի բան հասկացա, որով հպարտանում եմ, որ մեր բնակչության մեծ մասը, իմ կարծիքով բոլորը, ուղղակի քանի որ մեծ մասի հետ ենք ուղղակի հանդիպել, բոլորի հետ հնարավոր չէր, նայում են մեր քաղաքին ինչպես իրենց տանը։ Այսինքն հենց այդպես եմ ես պատկերացրել, որ թիմ կառավարումը կարելի է վստահել այն մարդկանց, ովքեր որ կնայեն հենց այդպես մեր քաղաքին, ջանասիրաբար կվերաբերեն, չեն նայի, որ դա պետություն ու ժողովուրդ ինչ որ առանձին մարմիններ են, առանձին տարանջատում չլինի այդ ամեն ինչի մեջ։ Եվ իհարկե այդ ամենը նկատում եմ մանավանդ երիտասարդ սերնդով հպարտանալու շատ բան կա եւ կարծում եմ իրենց ներգրավվածությունը թիմ կառավարման այդ մեխանիզմի մեջ բավականին շատ կարևոր է իրականում, քանի որ երիտասարդները ավելի մեծ եռանդ ունեն եւ ավելի համարձակ քայլերի կարող են դիմել։ Իհարկե չմոռանամ նշել, որ մեր ավագ սերնդի փորձառությունը մեզ իհարկե բավականին կաջակցի այդ գործում։ Խնդիրներն էլ իհարկե բազմազան են, ինձ թվում է թվարկման կարիք չկա, ցանկացած ոլորտ զարգացման եւ նաեւ ստեղծման կարիք ունի։ Օրինակ կարելի է մտածել ինչ որ վերահսկիչ մեխանիզմի վերաբերյալ, որը կվերահսկի օրինակ օժանդակություն, դրամային օժանդակություն տրամադրվում է, ում է տրամադրվում, արդյոք դա տեղին է տրամադրել այդ մարդուն, այլ ոչ թե մյուսին։ Այդ ամենի վերաբերյալ մենք մեր ծրագրային դրույթներում գրել ենք եւ ավելի մանրամասն ներկայացնում ենք բակային հանդիպումներում։ Շատ լավ, հենց այդ ծրագրային դրույթների կուզեի առանձնացնեիք մի քանի շեշտադրումներ, որոնք ամենակարևորն են։ Ես հասկանում եմ, որ այս ընտրություններին լավ ծրագրի պակաս չի զգացվում։ Եթե ուշադիր հետևենք բոլորի նախընտրական ծրագրերը, ապա մենք կտեսնենք հրաշալի շարադրված մտքեր, գեղեցիկ եւ ցանկացած ծրագիր կարդալիս ես ուզում եմ ապրել հենց այդ Վանաձորում, բայց ես կուզեի շատ ավելի տեսանելի շեշտադրումներ, օրինակ, որ խնդիրներն եք ավելի շատ այս ծրագրում եւ նաեւ հանդիպումների արդյունքում, ինչպես խորտ իմ խոսքի մեջ ասացի, հանդիպումների արդյունքում նոր գաղափարներ, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս։ Կասեք ձեր ծրագրային դրույթների այն ամենակարևոր կետերը, բարձ է հնարավոր չէ ամբողջ ծրագիրը ներկայացնել, եթե մարդիկ կհետաքրքրվեն, ապա այս ծրագրերը բաժանվում են Վանաձոր քաղաքում, կարծում եմ յուրաքանչյուրին հասանելի կլինի, գոնե յուրաքանչյուր ընտանիքի հաստատ հասանելի կլինի, բայց եկեք առանձնացնենք, մենք հեռուստաեթերում ենք եւ ձեր ընտրողները եւ նաեւ չկողմնորոշված մարդիկ փորձում են հասկանալ ինչու ընտրել դաշնակցությանը։ Համեցեք։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ բացի բուկլետներից նաեւ Facebook-յան մեր էջում եւս տեղադրված է ծրագիրը եւ կարող են նաեւ ուսումնասիրել։ Ծրագրային դրույթների մասով առաջին առանց հերթականության, առանց համարակալման նախ մենք առաջին հերթին ես նշեցի, որ Վանաձոր քաղաքի հիմնախնդիրները վերլուծելու արդյունքում նաև ուսումնասիրեցինք տարբեր քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք նաև դիտարկեցինք, թե դրանցից ինչ օրինակելի մոդելներ կարելի է Վանաձորում կիրառել, եւ այդ վճռականությամբ կազմեցինք ծրագիրը, որին մասնակցեցին բազմաթիվ մասնագետներ։ Ոչ միայն մեր ավականու համամասնական ցուցակի մեջ ընդգրկված 38 անդամները, այլ նաև այլ մասնագետներ, այլ փորձագետներ, որը անշուշտ մեր ծրագրին տալիս է նրա իրականացման համար ավելի երաշխավորված կարգավիճակ։ Ճիշտ եք ասում, հարգելի նայեն է, որ ծրագրերի կարծես թե պակաս չկա, բայց կա պակաս մեկ ուրիշ բանի։ Այդ ծրագրերը վճռական իրականացնող թիմի պակաս կա։ Եթե հետ հայաց կատարենք մեր նախորդ տարիներին, ընտրական ձևաչափը եւ հետընտրականը հետեւյալն էր։ Ընտրվում էր ավականի, քաղաքապետ, հետո ստացվում էր անձ եւ հանրություն կապը, որը շատ ավելի թույլ էր, ինչպես ցույց տվեց կյանքը, եւ այդ ինստիտուտը խնդիրներ ունեցավ կայացման տեսանկյունից։ Այս ձևաչափը
երբ որ արդեն դու վստահությունը տալիս ես, վստահության քվեն տալիս ես թիմին եւ պատասխանատվություն պահանջում ես թիմից, շատ ավելի բարձր հարթակ է եւ այդ տեսանկյունից մենք շատ կարեւորում ենք հետեւյալ գործոնը. վանաձորցուն տանել կառավարման հարթակ, համայնքի կառավարման հարթակ։ Սա մեր ծրագրային դրույթներից, ռազմավարական դրույթներից կարևորներից մեկն է։ Ինչպես է դա աշխատելու։ Ցանկացած խնդիր ունենալու է իր լուծման տարբեր փուլեր։ Ուսումնասիրման փուլ, երբ որ ձևակերպվում է խնդիրը, այնուհետև լուծումների փնտրման փուլ եւ վերջինը իրականացման փուլ, երբ որ հարց է առաջանում, թե ինչ միջոցներով պետք է իրականացվի սա։ Այդ տեսանկյունից մեր մոտեցումը ոչ թե տեսական հարթության վրա է, այլ հենց իր լուծման հարթության մեջ, սա կարծում եմ, որ բավականին նորարարական մոտեցում է, երբ որ քաղաքացին, վանաձորցին որևէ խնդիր չունի համայնքային կառավարման հարթակներում մասնակցելու բոլոր փուլերին, խնդրի քննարկման, լուծումների փնտրման եւ ռեսուրսների որոնման, ինչը ես չեմ վախենա այդ բառից, նաեւ հեղափոխական առաջարկ է վանաձորցուն ոչ միայն այսպես ձևական մասնակցել, ասենք թե հավաքանու նիստին կամ որևէ խնդրի հանրային քննարկմանը, որոնք այդպես էլ տեղի չունեցան, այլ պարզապես մասնակցել համայնքի կառավարմանը։ Կարևորագույն դույթներից մեկը սա է, այլ դույթներ եւս կան, ես խնդրեմ իմ գործընկերներին ներկայացնեմ դրանք։ Ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք բոլորս, որ Վանաձորը միշտ սոցիալապես ու քաղաքականապես ակտիվ քաղաք է եղել իր բնակիչներով, իր ներուժով, թե կանանց եւ թե տղամարդկանց, եւ ես լինելով 20 տարուց ավել համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Եդլորու մարզային կենտրոնի համակարգող, միշտ առնչվել եմ կանանց ներուժի հետ եւ արկա է մի շատ կարևոր հիմնախնդիր։ Կանանց ներուժը, թե ֆիզիկա, թե մտավոր եւ թե կազմակերպական ներուժը բոլորովին չի օգտագործվում համայնքի կառավարման գործընթացներում։ Իսկ այդ ներուժի օգտագործումը իսկապես կփոխեր կառավարման որակը, իսկապես կնպաստեր համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը եւ մենք անպայմանորեն պետք է ամեն մի հնարավոր միջոց կիրառենք, օգտագործենք, որպեսզի կանանց թե տղամարդկանց եւ թե կանանց ներուժը օգտագործվի այդ համայնքի կառավարման գործընթացներում։ Մեր ծրագրերում յուրաքանչյուր վանաձորցին մեր ծրագրերը կազմված են այնպես, որ յուրաքանչյուր վանաձորցին դառնա ակտիվ մասնակիցը այդ գործընթացի։ Ընդհանուր մինչև հանրային քննարկումներ, բաց լուծումներ, ինչու՞ չէ նաև տեղական հանրաքվեի կազմակերպում առավել անհրաժեշտ հիմնախնդիրների շուրջ եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ խնդիրների վերհանում, ապա այն միջոցների որոնում, թե ներդրումների տարբերակով եւ թե դրամաշնորհային ծրագրերի միջոցներով եւ դրանց ներմուծում ապահովում քաղաք դեպի քաղաք մուտքը եւ ապա նաեւ իրագործում։ Եվ շատ կարեւոր հարց է մեզ համար նաեւ վերահսկողական մեխանիզմի ապահովումը, թե բյուջեի կատարման եւ թե ներդրված ֆինանսական միջոցների իրականացման։ Եվ այդ վերահսկողական մեխանիզմների համար մենք նախատեսել ենք ստեղծել քաղաքապետին կից հանրային հասարակական խորհուրդ, որի մեջ ներգրաված կլինեն քաղաքասարակության ակտիվ ներկայացուցիչները, յուրաքանչյուր ոլորտին առնչվող ճանաչված փորձագետներ, մասնագետներ եւ որոնց մասնակցությամբ մեր քաղաքը կդարձնենք հնարավորինս շատ արագ կայացած կյանքի համար գրավիչ ապրելու աշխատելու տեղի հարմար քաղաք։ Համեցեք։ Ես այսպես կասեմ, նախ մեր թիմը այնպիսի մի թիմ է կազմավորվել, ձևավորվել, որ տարբեր տարիքային, տարբեր իհարկե սեռի եւ տարբեր մասնագիտության տերմարտիկ են հավաքված միևնույն խմբում եւ մենք յուրաքանչյուր խնդրի անդրադարձել ենք համ մասնագիտական կողմից, համ էլ տարիքային եւ այլ կողմերից։ Այսպես ասած, ինչպես թե երեխաների խնդիրների, թե միջին հասակի մարդկանց եւ թե ծերերի խնդիրներին անդրադարձել ենք, ինչպես նաեւ հաշմանդամների խնդիրներին, որոնք բազմազան են, կնշեմ, որ կրթության նաեւ խնդիր կա, օրինակ խուլ համրերի համար նախատեսված ինչ որ գոնե դասարաններ չկան որոշ դպրոցներում, չի վերաբերում բոլոր դպրոցներին, բայց գոնե որոշ դպրոցներում, այսինքն իրենք կամ ստիպված են մեկնել Երևան այդ կրթության
այդ կրթությունը ստանալու կամ էլ եթե հնարավորություն չունեն, հետեւաբար մեր քաղաքում հնարավորություն չի ընձեռնվում եւ իհարկե սկսած այն հասարակ թեքահարթակներից, որոնք որ բացակայում են մեր քաղաքի բազմաթիվ վայրերում։ Այսպես ասած, ուշադրությունը դարձվելու է բոլորին եւ ինչպես իմ ընկերները նշեցին, բոլորը ներգրավված են լինելու թիմ կառավարման մեխանիզմում եւ անպայման իրենց որոշումները նաեւ կանդրադառնան մեր քաղաքի դեմքը ձևավորելու մեջ։ Շատ լավ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն է։ Այսօր արդեն կոալիցիա է կազմել, այսօր չէ, վերջերս դարձյալ կոալիցիա է կազմել իշխանական ուժի հետ։ Այս ամենը կարող է ի նպաստ բերել Վանաձորին, այսինքն այնպես չէ, որ հենց միայն ընդդիմությունը կամ հենց միայն գործող իշխանությունը, մենք նաև պիտի հասկանանք, որ այս կուսակցություններում մարդիկ են, եւ այդ մարդիկ իսկապես մտածում են այս երկրի մասին, այս քաղաքի մասին եւ ունենալով խորհրդարանում պատգամավորներ կարծում եմ, որ այս ընտրություններից հետո, երբ որ թիմը քաղաքականացվում է, շատ ավելի բարձր կհնչեն եւ մեր քաղաքի խնդիրները եւ նաեւ կառավարությունը հաճախ խմբակցության կողմից ներկայացված խնդիրների արդյունքում ինչ որ որոշումներ կկայացնի դարձյալ ի նպաստ քաղաքին։ Ես շատ մանրամասն եմ հարցը ներկայացնում, որպեսզի տարընթերցման առիթ չլինի։ Հիմա խնդրում եմ ասացեք, կօգնի արդյոք հայ հեղափոխական դաշնակցություն, կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, այն երևանցիները, այնտեղ կան նաև երևի այլ մարզերից բնակիչներ եւ նաև կառավարության ձեր պորտֆելները մեր քաղաքին կօգնեն, դա մեզ նպաստ կբերի, թե ոչ, այս մասին ուզում եմ խոսեք։ Շատ լավ, սիրով։ Այդ հարցը միջազգային նաև բնակիչների կողմից են տրվում եւ հնարավորություն է լինում ավելի երկար զրուցելու նրանց հետ։ Այո։ Հակիրճ ասեմ, նախ ձեր կողմից հողում կատարված կոալիցիայի հետ կապված, ինչպես գիտեք, Գառնանը այդ հուշագիրը որ ստորագրվեց, ՀՅԴ եւ իշխող կուսակցության միջև, այնտեղ բավականին խիստ կոշտ եւ հստակ ձևակերպված կետեր կան, որոնք հիմնավորում են եւ երկու խոսքով ասեմ, որոնք նաեւ պայմանավորված էին մեր երկրի համար մարտահրավերների հետ կապված, երկրի անվտանգության հետ կապված եւ տարբեր ոլորտներում գերակա խնդիրների հետ կապված, որոնք օր առաջ լուծում են պահանջում։ Եվ իհարկե նաև մեր երկրում այդ պահին եւ մինչև այժմ դեռևս որոշակի իներցիա ունեցող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված։ Այդ վիճակականությամբ էր, որ դաշնակցությունը բնականաբար մշտապես կարևորելով երկրի պետականության առանցքային հարցերը, որոշեց հստակ ձևակերպված կետերի շուրջ եւ դրանց իրականացմանը լծվելով դառնալ կոալիցիա եւ համատեղ ստանձնել կառավարության երկրի կառավարումը։ Եվ նաև պատասխանատվությունը։ Եվ պատասխանատվությունը, այո, անկախ պորտֆելների քանակից։ Սա Իշահ Վանաձորի ծառայեցնելու ձեր հարցը շատ դիպուկ եմ համարում, միանշանակ այդ ինստիտուտը կարծում եմ, որ ոչ միայն նաև Վանաձորի դաշնակցության այսպես թիմը եւ կառույցը պետք է օգտագործեն Իշահ մեր քաղաքի, այլ նաև ես կուզեի ավելացնեմ նաև մեր քաղաքից ընտրված падգամավորներ եւ մնացած ինստիտուտներ եւս։ Այլ մեկ ուրիշ տեսանկյունից այս հուշագրի մեջ կան նաև կետեր, որտեղ հստակ կան հարցեր կան ձևակերպված կապված կուսակցությունների մրցակցային այդ դաշտի ձևավորման, այդ հնարավորությունների Իշահ համայնքի օգտագործման, համայնքի արդյունավետ կառավարման եւ այլն։ Ես կառաջարկեմ բոլոր քաղաքական ուժերին, հատկապես Վանաձորի 8 կուսակցություններին, ովքեր մասնակցում են, նաեւ դիտարկել, որ այս պատասխանատվությունը, այս ստանձնումը մեր երկրի արժեվ կայացած կարևորագույն խնդիրներ են։ Եվ բոլորս պետք է լծվենք մեր համայնքի զարգացմանը, չտարբերելով եւ չկարևորելով, թե ովքեր են այսօր որ կողմում գտնվում։ Վերջերս շատ է շահարկվում ընդդիմություն եւ իշխանություն, այսպես ասած տերմինը, միջարույց ես հետևում եմ, որ նաև քարոզարշավի ժամանակ եւս եւ համարում եմ դա անհարկի։ Մի խնդիր պետք է դնել, Իշահ Վանաձորի պետք է ամեն ինչ օգտագործել։ Այդ թվում նաև դաշնակցության հնարավորությունները, որոնք անշուշտ կօգտագործվեն, այդ թվում նաև պորտֆելները
եւ այդ թվում նաեւ դաշնակցության ներուժը թե հայաստանյան, թե արտերկրյա, որը մեր ծրագրային դույթներում ձևակերպված է, թե ինչպեսի գործուն քայլեր ենք իրականացնելու, Վանաձորում ծրագրեր բերելու, Վանաձորում ներդրումներ բերելու, որի միջոցով Հայաստանի տարբեր համայնքներում այդպիսի շատ օրինակելի դեպքեր ունենք։ Երբ որ նույնիսկ որևէ գյուղական համայնք պարզապես ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այս կամ այն ծրագրին, բերում է ծրագիր կոնկրետ իր համայնք եւ որևէ ոլորտ սկսում է ծաղկել։ Համեցեք տիկին Գիրե։ Ես ձեր հարցին ուզում եմ պատասխանել մեկ ուրիշ տեսանկյունից։ Գիտեք, բոլորս գիտենք, որ հայ հեղափոխական դաշնակցությունը վաղուց համամասնական ընտրակարգի ջատագովն էր եւ կոալիցիայի արդյունքում հայ հեղափոխական դաշնակցությանը հաջողվեց համոզել եւ ընդունել տալ համամասնական ընտրակարգի առավելությունները եւ այսօր մենք անցել ենք թե ազգային ժողովում եւ թե տեղական ինքնակառավարման մարմինների համար Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներում այդ ընտրակարգին եւ մեր կուսակցությունը չի էլ կարող չօգնել չաջակցել Վանաձորում այս մեր կառույցին Վանաձորի հիմնախնդիրները լուծելուն եւ դրանով նա պետք է նպաստի նաեւ համայնքին եւ դրանով ամբողջ Հայաստանին ապացուցելու որ համամասնական ընտրակարգը այն էր որ մեզ պետք էր եւ ուզի թե չուզի մեր կուսակցությունը, մեր պորտֆելները, մեր նախարարները չեն կարող չաշխատել նաև Իշահ Վանաձորցու։ Եվ եթե մենք լինելով թիմով ընդգրկված ավականու կազմում առաջ ենք քաշելու, վեր ենք հանելու համայնքի բնակիչների խնդիրները, մենք առանց մեր կուսակցական հենարանի, առանց մեր պորտֆելների չենք կարող այդ խնդիրները լուծել, մենք շատ լավ դա քաջ գիտակցում ենք, իսկ այդ խնդիրների լուծումները պահանջելու են ներդրումներ թե Սփյուռքահայության դաշնակցության կողմից եւ թե կառավարության կողմից բերված ներդրումներ առանց մեր պորտֆելների մենք դրանք չենք կարող կյանքի կոչել, մենք համոզված ենք դրանում։ Տիկին Կյուրեղյան, մի փոքրիկ հարց եւ խնդրում եմ միայն դուք պատասխանեք, որովհետեւ ձեր խոսքի տրամաբանական շարունակությունը պիտի լինի, որը իսկապես ինձ հետաքրքրում է։ Շատ լավ է համամասնական, բայց նաեւ դաշնակցությունը կողմ էր այն ռեյտինգային, այն 3 կամ մի խոսքով անձերին, որը դարձյալ տանում է ստվերային մեծամասնականի։ Գիտեք, ես ձեր հարցը շատ լավ հասկանում եմ։ Ի սկզբանե դաշնակցությունը երբևէ ռեյտինգային նման համակարգի մասին չի խոսել։ Այո։ Բայց քանի որ համաձայնագիր էր եւ երկկողմանի համաձայնագիր էր, միգուցե հենց այն, որ մենք ավելի քիչ էինք ներկայացված այդ որոշումների կայացման մակարդակում, միգուցե մենք արդեն չկարողացանք հաղթահարել նաեւ այդ խոչընդոտը, բայց եկեք չմոռանանք նաեւ, որ թեկուզ հենց ռեյտինգային համակարգով միևնույն է, եթե համամասնական ընտրակարգ է, յուրաքանչյուր կուսակցություն ամենաշատը այսօր մեր 20 տարիների փորձը ցույց է տվել, որ ամենաշատը տարել են մինչև 40% ներկայացվածություն, եւ այդ 40%-ի մեջ է մի մասը գնալու ընդհանուր ցուցակ եւ մյուս մասը տարածքային ցուցակներ։ Այսինքն գոնե տարածքային ցուցակում ներկայացվածները նրանցով ընտրված ազգային ժողովի падգամավորները ավելի մեծ թվականակ չեն ավելացնելու կոնկրետ կուսակցությանը։ Գոնե այդքանով համամասնականը նորից առավելություն է։ Հետագա արդեն քննարկումների ժամանակ, հետագա փոփոխությունների ժամանակ միգուցե նաև հնարավոր միջոցներ ձեռնարկվեն ազատվելու այդ մեխանիզմից, բայց ի սկզբանե մենք նման մեխանիզմի մասին երբևէ չենք խոսել։ Շատ լավ, շնորհակալություն, համեցեք։ Քանի որ դաշնակցություն կուսակցությունը հայասեր կուսակցություն է, ես չեմ վախենա այդ բառից, պատմությունն էլ է դրա մասին վկայում։ Կարծում եմ, որ տարբերություն չկա որ քաղաքում ինքն իր, այսպես ասած, գործը բարեխղճորեն կատարի, Վանաձորն է իհարկե բացառություն չի, եւ իհարկե եթե Վանաձորի կառավարման այդ մեխանիզմը վերցրվի դաշնակցության կողմից իր ձեռքը, այդ դեպքում իհարկե ավելի շատ կզգանք դաշնակցության աջակցությունը Վանաձորում, թե տեղի հնարավորությունները կօգտագործվեն եւ թե Սփյուռքի հնարավորությունները մեր ընկերների, ովքեր որ արտասահմանում են գտնվում ու հստակ կվստահեն դաշնակցությանը որպես իրենց ընկերոջ։
Շատ լավ։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մենք փորձեցինք այս կարճ ժամանակահատվածում ձեզ ներկայացնել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մեջ ներգրավված առաջին համարներին հոկտեմբերի 2-ին հիշեք սիրելի վանաձորցիներ, որ դուք պետք է գնաք ընտրատեղամասեր եւ ընտրեք քաղաքական կուսակցություններին։ Իհարկե այդ կուսակցությունները բաղկացած են այս մարդկանցից, բայց նաեւ հիշեք, որ այս ընտրությունները համամասնական են։ Հիշեցնեմ, որ Լորի հեռուստաընկերության տաղավարում նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր հյուրը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամներն են։ Հետևեք մեր ծրագրերին, շնորհակալություն եւ ամենայն բարիք ձեզ։